Պարոն Լավրով, դուք եկել եք մի երկիր, որի դեմ եւ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանը կիրառել է մեծականակ ռուսական զենքեր, ինչի հետևանքով հայաթափվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ օկուպացվել են Հայաստանի ինքնիշխան տարածքներ։ 44-օրյա պատերազմի մեկնարկի դրությամբ ադրբեջանական բանակի զենքի 60%-ը եղել են Ռուսաստանից եւ Բելարուսից մատակարարվածները։ Բացի այդ, Ռուսաստանը չի կատարել 1997 թվականի պայմանագրով ստանձնած պայմանագրային պարտավորությունները։ Ռուսաստանը զենք չի մատակարարել Հայաստանին, չնայած դրա դիմաց Հայաստանը վճարել է։ Չեք կարծում, որ այս պայմաններում բնական է, որ Հայաստանը պետք է փորձի մերձենալ Միացյալ Նահանգների հետ, Ֆրանսիայի հետ եւ ԵՄ այլ երկրների հետ ու անդամակցության գործընթաց սկսի։ Չնայած դուք ձեր ասուլիսի ժամանակ, եթե չեմ սխալվում, հունվարի 14-ին հայտարարել եք, որ ԵՄ-ին միանալու գործընթացը Հայաստանի ինքնիշխան որոշումն է, բայց ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև ռուսական պետական լրատվամիջոցներ սպառնալիքներ են հնչեցնում եւ անգամ զուգահեռներ տանելով, այսպես ասած, Հայաստանի ուկրաինացման հետ կապված, սա ինչ է նշանակում, արդյոք Ռուսաստանը պատրաստվում է տնտեսական պատժամիջոցներով կամ ռազմական ուժով կանխարգելել Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ, ինչպես եղավ Կիևի դեպքում, թե այնուհանդերձ կհարգեք Հայաստանի ինքնիշխան որոշումը։ Եվ եթե կարելի է մեկ հարցել Հայաստանի արտգործնախարարին, պարոն Միրզոյան, Հայաստանի քաղաքացիները, այդ թվում նաև նրանք, ովքեր այս պահին արտգործնախարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում, չեն հասկանում, թե ինչու եւ ինչպես է Հայաստանի վարչապետը մայիսի 9-ին մասնակցում Մոսկվայում տեղի ունենալիք շքերթին, ինչու եք դուք պարոն Լավրովին այսպես ջերմ հյուրընկալում եւ սա այն պայմաններում, երբ Հայաստանի դժվարին եւ ճգնաժամային պայմաններում Ռուսաստանը չի դրսեւորել որպես Հայաստանի դաշնակից եւ չի կատարել անվտանգային պարտավորությունները, ավելին հաճախ ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ նշել են, որ Բաքվի ռազմական հարձակումները Հայաստանի դեմ արդարացված են, քանի որ սահմանները հստակեցված չեն։ Այսքանից հետո հայ-ռուսական ինչ որակի հարաբերությունների մասին կարող է խոսք լինել եւ կոչվել դրանք դաշնակցային։ Знаете, мне как-то даже неловко отвечать на ваш вопрос. Во-первых, не запомнил того, что вы говорили, позиции вашей վիճակի Եթե բոլոր տարիներին անկախություն ձեռք բերելուց հետո օգտագործում էր ռուսական զենք, այդ թվում նաև ժամանակին վերցնելու համար այն 7 շրջանները, որոնց նկատմամբ պաշտոնական հավակնություն երբեք չի ունեցել։ Իմիջայլոց Հայաստանի առաջին ղեկավարներից ոչ մեկը երբեք չէր առաջարկում Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես անկախ միավոր, բայց օգտագործվում էր ռուսաստանյան զենք վերցնելու համար անվիճարկելի 7, չվիճարկվող 7 ադրբեջանական շրջանները եւ այնտեղ ամրաշինական եւ ռազմական գծեր ստեղծելու համար, շինարարության համար եւ դրանք ցույց են տալիս, որ այդ տարածքները շատ երկար ժամանակ պահելու համար էր հաշվարկնարված։ Որոշ վերլուծաբաններ ասում էին, որ այդ ամրաշինական աշխատանքների բնույթը վկայում էր այն մասին, որ ընդհանրապես չէին պլանավորում դրանք հետ փոխանցել Ադրբեջանին, ուստի այո, Աֆրիկայում էլ է, Մոզամբիկում էլ է օգտագործվում ռուսական զենք, Կալաշնիկովի ավտոմատ, շատ երկրներում կա մեր զենքը եւ դա չի նշանակում, թե այդ զենքը ամենուր օգտագործվում է այն նպատակներով, որոնք օրինակ համահունչ կլինեին բոլորին ձեռնտու սկզբունքներին։ Ձեր նշանակած դրվագները վճարում մատակարարումների հետ կապված եւ չկայացած մատակարարումների հետ կապված մենք այդ դրվագն այսօր քննարկել ենք, մենք կարգավորել ենք այդ հարցը, այդ վճարումները հաշվանցվել են այլ նպատակների, այստեղ հակասություն չկա, նոր մատակարարումների առումով մենք այո հիմա ունենք իրավիճակ, որում մենք ստիպված ենք
неоднократно в истории Ինչպես է воевать պատմության մեջ против всей բազմիցս Европы, которые в очередной раз կռվել ամբողջ Եվրոպայի դեմ, որը հերթական անգամ նացիստական կարգախոսների ներքո Зеленского Զելենսկու ռեժիմն առաջ մղելով կռվում է մեր դեմ։ Գործնականում բոլոր եվրոպական երկրները եւ զենք, ինչպես հասկանում եք այս իրավիճակում, который поступает на Украину, որը очень много. Оно հասնում է Ուկրաինա շատ է, ժամանակակից զենք է եւ այդ զենքը մեր պատասխանն է պահանջում եւ մեր հայ բարեկամները համոզված են մեզ հասկանում են, որ նման իրավիճակներում մենք չենք կարող մեր բոլոր պարտավորությունները ժամկետում կատարել, բայց անգամ այդ իրավիճակում систем законтрактовано. բոլոր հայ գործընկերների հետ պայմանագրերով նախատեսված համակարգերը փոխանցվում են եւ մենք այդ պրակտիկան կշարունակենք։